Նիկոլ Փաշինյանը սրբազան պայքարի անդամներին տարավ կալանքի։ Այլ կերպ հնարավոր չէ նկարագրել օրեր առաջ տեղի ունեցած իրադարձությունները։ Փաշինյանը պարզապես մեկուսացրեց իր քաղաքական հակառակորդներին։ Ողջույն, ես Արմեն Աթալյանն եմ։ Նախորդ օրերին գուցե հարց է առաջացել, թե ինչու է Փաշինյանը գնում ներքաղաքական իրավիճակի սրման, չէ՞ որ մեղմ ասած ծիծաղելի ապացույցների հիման վրա սրբազան պայքարի անդամների ազատազրկումը էլ ավելի է խորացնելու բևեռացումը հասարակության մեջ։ Այո, ճիշտ այդպես, եւ հենց դա էլ Նիկոլի նպատակն է։ Քաղաքացիական պայմանագրի ղեկավարը սրանով մի քանի հարց է լուծում։ Քեզ լուծումներ չենք տալի, մենք քեզ խնդիրներ ենք առաջացնում։ Մեկուսացնում է հանրային դաշտում ակտիվ գործունեություն ծավալողներին։ Մարդիկ էլ չեն կատարի հրապարակումներ սոցիալական ցանցերում եւ չեն անի հականիկոլական քարոզ գետնի վրա, գուցե մինչև ընտրություններ։ Երեք Ամերիկայեն Օբամանը լավ կայնավ ու ասեց, հսկրեզիսա խփելու են ամենախոցելի խավին։ Մեզի ապես իրեքից ու պուտանգեքին ապը։ Երկրորդը, սրանով վախ է ներշնչվում նրանց, ովքեր բաց հարթակներում ակտիվ արտահայտում են իրենց հակաիշխանական դիրքորոշումը։ Որ վախում ես, արունդ լյարդանումա, մեջի վիտամինները հոլոս են ցնդում։ Եթե դու տանն ունես օրինական զենք, քո հակաիշխանական հրապարակումներն ու զենքը կարող են միավորվել եւ վերածվել քո դեմ հարուցված քրեական գործի։ Երրորդը, Նիկոլը փորձում է կանխել քաղաքացիական ակտիվ դիրքորոշումով մարդկանց միավորումը։ Փաշինյանի մեծագույն թշնամիները դրանք ակտիվ էնտուզիաստներն են, որոնք միավորվում են գաղափարների շուրջ եւ որոնց չես կարող մեղադրել թալանի կամ այլ հանցագործությունների մեջ։ ԱԱԾ-ի հրապարակումներով փորձ է արվում տպավորություն ստեղծել, որ նման խմբերում շատ են գործակալները, ըստ այդմ դու չես կարող վստահել գաղափարակից այլ անձի, որը գուցե գործակալ է, ըստ այդմ հեռու կմնաս պրոցեսներից, որոնք ձեռնտու չեն Նիկոլին։ Ազգային անվտանգություն։ Փորձեք հիշել սա։